Ես նույնպես պիտի շեղվեմ ճիշտ ասած հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի թեմայից։ Տիկին Խամոյան, 3 եք ստանում։ Տեքստը թույլ էր ու կրկնվող թեզերով։ Պարոն Քոչյանը ընդհանրապես անբավարար է ստանում։ Կատարողականը 0։ Զգացում որ չի տիրապետում տեքստը, չի կրում մարդը։ Այ չնայած Տիկին Խամոյան, պետք է ասեմ, որ օրինակ այդտեղ մի էլեմենտ նորություն էր, երբ դուք կոռուպցիայի մասին էլեմենտը մտցրել եք օրինակ տեքստի մեջ։ Իսկ օրինակ ձեր խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյանը այ էքսպրեսիա կա։ Մարդը կարողանում է եւ գրել տեքստը, եւ գրել տեքստը, եւ արտահայտել։ Երևում է, որ ինքն է գրել, ինքն էլ տեքստի մասին պատմում է։ Ասում է, դուք մնացել եք ընդդիմություն։ Պարոն Խաչատրյան, որտեղ դուք ընդդիմություն չեք։ Դուք ընդամենը կներեք ժողովրդական խոսքի համար, խալաստոյի դիմադրություն եք։ Այսինքն որևէ բովանդակություն, որպես այդպիսին, չեք գեներացնում։ Ասում է, կեղծ պնդումներ, սուտ եւ զառանցանք, եւ միաժամանակ ստատուս է գրում մեր տնտեսության մասին, իբրև տնտեսությունը, չգիտեմ, ինչ էր գրել, գահավիժող տնտեսություն, թե ինչ էր գրել, ու կեղծ պնդում է անում առայն, որ 2025 թվականի առաջի եռամսյակում հարկային եկամուտներ չեն հավաքագրվել։ Ինչ խառնել է թվերը իրար, այնինչ հավաքագրվել են եւ 100.6%-ով։ Մի հատ էլ կեղծ պնդում է անում, կեղծ պնդում չէ, հա, նաեւ ինքն է ասում, այն մարդու հետ բանավիճելով ամեն ինչ հասկանում է, բայց իրան չհասկանալու տեղա դնում, դա ինչ ասած, ախմախություն է, թե ինչ, բայց ես ուզում եմ արձագանքեմ, չնայած այդպես պիտակավորում եք տվել ձեր արածին, որովհետեւ դուք խոսում եք պետական պարտքի ավելացումից առաջին եռամսյակի, բայց պետական պարտքի առաջի եռամսյակում պետական պարտքը ավելացել է, որովհետեւ եվրոբոնդեր են թողարկվել եւ պետական պարտքը ընդհանրապես հաշվարկվում է պարտքնա հարաբերակցությամբ, որը տարվա կտրվածքով է հաշվարկվում։ Պարոն Խաչատրյանն նաեւ ասում է հետեւյալը. ասում է 250,000 դրամ չուներ, որ հեռուստացույց գներ։ Այսինքն ամոթ է, եթե մարդը բանը սպառողական վարկից է օգտվել, բայց պիտի գողանար, կամ ասում է բանը դուք անընդհատ ներկա, չգիտեմ ինչով եք, դուք չեք ասում ինչ եք դուք արել։ Այս ուզում եմ ասեմ ինչ ենք մենք արել, ժողովուրդ։ Ուրեմն հանել եմ 2015 թվականի Հայաստանի Հանրապետության որոշումը Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին։ Ուրեմն կարդում եմ ձեզ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմի անդամների անունները։ Հովիկ Աբրահամյան անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով։ Դավիթ Հարությունյան անցնում է ապօրինի գույքով։ Գագիկ Խաչատրյան անցնում է ապօրինի գույքով։ Գևորգ Կոստանյան անցնում է ապօրինի գույքով։ Այս ենք մենք արել։ Եվ ստեղ սատկած հավի ծիծաղը կգա այս կոռուպցիայի դեմ հանձնաժողովի անունները կարդալուց իհարկե, եւ հարգելի անդիմադիր գործընկերներ, երբ դուք խոսում եք այն մասին, որ օրինական են այդ ձեր, այսպես ասած, գույքը կամ այդ միջոցները, խնդրում եմ միշտ հիշել, ձեր գեղից ստեղ մարդ կա։ Շնորհակալություն։